Կառավարության շենքի առաջ նորից մարդիկ են հավաքված, պահանջում են իրենց վարորդական վկայականները։ Դրանցից զրկվել են բալային համակարգի պատճառով, այսինքն կատարել են խախտումներ, սպառել են բալերն ու զրկվել վկայականներից։ Հիմա պետք է հանձնել քննություն, որպեսզի նոր վկայականներ ստանան։ Նրանք խնդրում են փոխել այդ դրույթը, չեղարկել քննության պահանջը։ Օրեր անց նրանց ցանկությունը կատարվեց։ Facebook-յան էջում այդ մասին գրառում արեց վարչապետը։ Սա աշխատող մարդիկ են, մեկը առաքիչ է, դուք պատկերացնում եք 10,000 հոգու զրկել են, մեկը բանակի, դաժե բանակի ունենք աշխատող։ Վարորդական իրավունքից զրկված անձինք 1 տարի անց կարող են առանց քննության վերականգնել իրենց իրավունքը վճարելով համապատասխան տուրք։ Վերականգնումից հետո 1 տարվա համար վարորդին տրվելու է 6 բալ։ Եթե այդ 1 տարվա ընթացքում վարորդը չի սպառում 6 բալը կամ չի զրկվում վարորդական իրավունքից, ապա հաջորդ տարի ստանում է 13 բալ։ Իսկ եթե սպառում է 6 բալը, ապա 1 տարի չի կարող վարել եւ իրավունքը կարող է վերականգնել միայն քննությունների միջոցով։ Վկայականներից զրկված վարորդները գոհ են։ Իդեպ, սա ապագա օրինախախտների վրա եւս տարածվելու է, այնպես որ նաեւ նրանք կարող են ուրախ լինել։ Ճիշտ է, քաղաքացիներից ոչ բոլորն են կիսում այդ ուրախությունը։ Որոշակի կարգավորումներ պետքա լինի, ասենք համատարած պետքա չլինի, որ հասկանանք մենք այս օրենքի կիրառման համաչափությունը ու արդարացիությունը։ Խմած մի անգամ կանգնացրել են, երկրորդ անգամ էլ ինքը կրկնել, երկրորդ անգամ։ Ինչու է սա անում, էլի այդ բաները հիմա այս համաներումով, որ իրենց վարորդական տակ իրենք էլի են անելու։ Տիգրան Քեյանը դեմ չէ վկայականների վերադարձին, դեմ է բոլորին նույն սանդղակով չափելու քաղաքականությանը։ Վկայականներից զրկվածները խախտումներ են արել, բայց խախտումները տարբեր են։ Հարցն այն է, թե ինչու են վկայականներից զրկված մարդիկ խուսափում քննությունից, եթե գիտելիքները բավարարում են ավտոմեքենան հավուր պատշաճի վարելու համար։ Տեսական հարցաշարը Հայաստանում բավականին հեշտ է համեմատած մեր հարևան բոլոր պետություններին, եթե նաև վերցնենք Եվրոպան, ապա մի քանի անգամ ավելի հեշտ է։ Կարծում եմ տեսական հարցաշարը սովորել հանձնելը դժվար չէ, կարելի է կազմակերպել, ինչի ոչ, նաև պետական մակարդակով կազմակերպել զրկվածների համար դասընթացներ։ Արտաշեսը բերում է շատերի համար օրինակ ծառայող Եվրամիությունում, ավելի կոնկրետ Գերմանիայում վարորդական վկայական ստանալու օրինակը։ Մենք ուզում ենք չէ հասնել Գերմանիայի մակարդակին։ 45 ժամ վարելուց հետո վարորդի թեկնածուն ավտոդպրոցի մեքենայով եւ իր հրահանգիչի հետ, որը ներկայանում է որպես վարորդի թեկնածուի ներկայացուցիչ, արդեն ավտոդպրոցը վերցնում է քննության օր-ժամ, համաձայնեցնում է տվյալ ստորաբաժանման հետ եւ տանում է քննության իր մեքենայով։ Քննությունը ձախողելու դեպքում էլ մարդը Եվրոպայում պարտավոր է որոշակի ժամանականակով գործնական դասերի մասնակցել։ Կստանա թե չի ստանա, այսպես ասած ինքը գիտի, ոչ մեկ իր փոխարեն չի որոշում, ինքը գնա թե չգնա, ինքը պատրաստ է թե պատրաստ չի, բայց կարծում եմ դա մասնագետը պետք է որոշի, որից արդեն բխում է այդ հերթերը, որից բխում է երթևեկության որակը։ Վերադառնանք Հայաստան, վարորդական վկայականներից զրկվածներին։ Այս պահին 5000-ից ավելի նման անձ կա։ Նրանց շարքում միայն ալկոհոլ օգտագործելու կամ արագություն գերազանցելու հետևանքով բալերից զրկված վարորդներ չեն։ Մաքսայինում տալիս են տրանզիտ համարժը, գնում ես Մաքսայինի տերմինալից, կանատեղից, հատվածից մեքենատ վերցնում ես, նորից հետ ես գալի այդ շենքի մոտ 200 մետր ես դու երթևեկում։ Դու տրանզիտ համարներս ես վերցրել ես, դրել ես մեքենայից տե, այլ ոչ թե փակսել ես մեքենայի վրա եւ գնում ես մեքենատ հաշվառում անցնես։ Ճանապարհային ոստիկանությունը քեզ կանգնեցնում է, բարեկային ծառայություն, ասում դու առանց տրանսպորտային, առանց հաշվառման համարինիշի երթևեկել ես, քեզ տուգանում ենք։ Ու զրկում ենք վարորդական իրավունքից։ Եղել են ավելի վիճելի դեպքեր, երբ մարդիկ կատարած իրավախախտման պատճառով կորցրել են բալերը, դրա հետևանքով նաև վկայականը։ Մարդիկ գնացել են ոստիկանություն բողոք գրելու, որ իրենց համարները գողացել են։ Այդ գնալու ընթացքում էլի բարեկային ծառայությունը կանգնացել է եւ իրենց տուգանել է։ Ընդհանրապես արժե վերանալ վկայականից զրկվելուն հանգեցնող օրինախախտումների ցանկը, որպեսզի ամենավերջին աստիճանի հարբած եւ պարզապես հոծ գիծը տրորած վարորդները վերջնարդյունքում նույն տրամաբանությամբ չպատժվեն։ Այդ խստությունը պետք է ինքը հնարավորինս չթուլանա, բայց խստությունը այնպես չլինի, որ գիծ տրորելու համար մարդիկ տուգանվեն, դա խստություն չի, դա թալան է, ասենց ասեմ, էլի։ Ըստ էության, վարորդների նկատմամբ հայտարարվելու է համաներում։ Տարիներ առաջ ընտրական պրոցեսների շեմին նման ճակերտավոր ակցիայի ականատեսը նորից դարձանք։ Ներվեցին տուգանքները։ Երբ քաղաքական ինչ որ պատուհան, այս դեպքում ընտրությունների նախաշեմ եւ այլն, դառնում է կամ թվացial այդպես կարող է ընկալվել, որ դառնում է
բոլորի համար համատարած ներման ամնիստիաների եւ այսպիսի ընկալմամբ սա բերում է իրավական պետության ոչնչացման։ Խնդրահարույցը այս հացի քննարկման մեթոդը։ Սովորաբար որևէ գերատեսչություն նախ մշակում է օրինագիծ, հետո համապատասխան հարթակում այն դնում քննարկման ու հետո միայն ներկայացնում կառավարության եւ խորհրդարանի դատին։ Ամենաարդյունավետ միջոցը չի Facebook-ով կամ որևէ հանրային դաշտում ընդհանրապես քննարկել օրենքը կիրառենք թե ոչ։ Սա կատաստրոֆիկ երևույթ է առասարակ։ Դուք պատկերացնում եք, օրինակ որևէ վիրաբույժ գրի օրինակ ձեր որդու երակը ժգուտով կապենք, թե չգիտեմ, մեկ այլ բժշկական լուծում տանք։ Սա հնարավոր բան է արդյոք։ Փորձագետները մտավախություն ունեն, որ հարմար պահին ժողովրդահաճո որոշումների ընդունումը հեռուն տանող խիստ բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Սա կարող է բերել պատկերացման իմ ու քո մոտ, հասարակ քաղաքացու մոտ, որ կարելի է անել իրավախախտում, սпасել քաղաքական ինչ որ պատուհանի, դա կարող է լինել ընտրությունը, դա կարող է լինել հանրաքվե։ Այս ամեն ինչի արդյունքում կարող ենք մենք մի հատ ձայն բարձրացնել եւ այդ տուժը տուգանքը, որը նշանակված է վարչական կամ քրեական տիրույթում, մեկ էլ վարչապետը որոշի, որ դե լավ, եկեք այս մարդկանց ներենք։ Ես նախորդ տարի վաճառել եմ իմ զենքը, ցանկանում եմ գնել նորը։ Ինչ է անհրաժեշտ դրա համար։ Նախ նոր զենք։ Հրաշալի է։ Վերահանձնել քննությունները, վերահանձնել, այսպես ասած, նարկո եւ փսիխոփորձաքննությունները, որից հետո քեզ հնարավորություն կտրվի գնել զենք։ Իսկ օրինակ, եթե ուզում ես վերաթողարկես քո վարորդական վկայականը, ինչ է անհրաժեշտ, ոչ մի բան, ոչ քննություն, ոչ փորձաքննություններ, ուղղակի գնում եւ վերցնում ես։ Չնայած այսօր ճանապարհներին տարեկան հարյուրավոր մարդիկ են զոհվում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման պատճառով, իսկ քաղաքացիական զենքով մահեր տարեկան գրեթե չեն գրանցվում։ Այսինքն խանութից գնված զենքով մարդիկ իրար չեն սպանում սովորաբար։ Արմեն Աթելյան, Տիգրան Հունանյան, Սուրանկյուն։